Փաշինյանն էլ սպառնացել է քաղաքացիական պատերազմում, պահել է իր պաշտոնը, հետո ընտրություններով կարողացել է մոլորեցնել ժողովրդին, վերընտրվել է, հիմա քաղաքացիական պատերազմի սպառնալիքով փորձում է հասնել Վեհափար Հայրապետին հեռացնելու իր նպատակին։ Նիկոլ Փաշինյանը գրել է. Գարեգին Բն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բն փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին Բն չէր կարող լինել եպիսկոպոս, arczepiskopos, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի արձանագրում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նոր ընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Սա ուղիղ կոչ է քաղաքացիական բախումների նախապատրաստության, որովհետև մենք տարբեր եթերների ընթացքում բացատրել ենք Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի ընտրության հետ որևէ կապ ունենալ չի կարող։